Սիրելի վերիկետաշինություններ, սիրելի հյուրեր, այսօրվա մեր հանդիպման նպատակը հաջորդ տարվա 2026 թվականի սուբվենցիոն ծրագրերի քննարկումն է, տարիքով բնակավարում ենք հյուրընկալել մեր Մարտունու համայնքապետարանի ծրագրերի զարգացման բաժնի պետ պարոն Ապրանյանին, նույն բաժնի մասնագետ պարոն Մերյանին։ Այսօր քանի որ մեր երիտասարդներն են ներկա, երևի ֆորմատը փոխենք, ամեն տարի մենք ենք ներկայացնում ծրագրերը, լսելով ձեզ, բայց այսօր երեխաներն էլ խնդրենք մասնակից լինեն, իրենց առաջարկն ներկայացնել մեր համայնքի, մեր բնակավայրի հետագա զարգացման հետ կապված, առանձնահատուկ խոսք կհատկացնենք ձեզ, դուք որոշեք ինչ առաջարկությամբ եք հանդես գալիս ու մնացած մեր ծրագրերը, որ հաջորդ տարի պետք է կատարենք, միասին քննարկենք, վերլուծենք ու հասկանանք ինչն է անհրաժեշտ, ինչն է հրատապ վերիկետաշինի համար։ Պարոն Ապրանյան, երևի դուք եք ձեր ելույթով հանդես գաք ու քննարկումը սկսենք։ Բարև ընկերներին, մենք ողջունում ենք ձեզ, մենք այսօր այցելել ենք, որ իմանանք ինչ խնդիրներ կա, ինչ պահանջար կա 26 թվականի ծրագրերի մեջ։ Այսօր ես կխնդրեի թող ներկայացնի մեր վարչական ղեկավարից մենք գոհենք իր աշխատանքից, թող ներկայացնի մենք ինչ աշխատանք ենք կատարել 24 թվականին եւ կան ծրագրեր, որոնք որ չի կատարվել, տեղափոխվել է 25 թվական, ներկայացնել եք այդ խոսքը կատարվում է Մերյանը։ 2024 թվականի պարոն Ապրանյան, մեր համայնքում մոտ 2 կիլոմետր ոռոգման համակարգ է կառուցվել, ասֆալտապատման հետ կապված 5 փողոց ունենք ասֆալտապատման ծրագրում, ուղղակի խնդիրները առաջացավ, ծրագրի տեղափոխվեց 2025 թվական, այսինքն այս տարի 24 թվականի ասֆալտապատման ծրագիրն ենք անելու, բայց ունենք նաև 25 թվական արդեն նախագծային փուլում, որ նախագծերը արդեն պատրաստ է, այս տարի շինարարությունը կանենք, մոտ 10 փողոց էլի ասֆալտապատման։ 24 թվականի ինչ օրեր է, կետից սալսինք, ինչ էր։ 25 թվականի լամի ասենք։ 24 թվականի ոռոգման համակարգն է կառուցել 2 կիլոմետր։ Լուսավորությունը մի 2 փողոց կար, որ արված չէր, մոտ 20-50։ Այդ ենք ավելացրել, ասֆալտապատումը տեղափոխվել է այս տարի։ Պետք է 24 թվականի մասն է խոսքը։ 24 թվականի ասֆալտը անելու 25 թվականին, այս տարի։ Այս տարվա ծրագրերում ներառել ենք անցած տարի քննարկեցինք մեր ամենակարևոր խնդիրներից մեկը ՕԿՋ-ի կառուցումն էր, որը կարգավորիչ ջրամբարը, որ թաղամասի վերևի հատկապես վեր-թաղի մասով ջրի կուտակման խնդիր ունենք լուրջ։ Այսինքն մեր գործող ՕԿՋ-ը 200 մետր խորանարդ էր, հիմա որոշել ենք այս տարվա ծրագրով, քանի որ էլ գերեզմանոցի տարածքում էր ու անհարմարությունները շատերն այն խնդիր կար, այս տարի կառուցենք 800 մետր խորանարդ ծավալով, այսինքն 4 անգամ ավելի մեծ կուտակիչ ՕԿՋ, որը բավարար է արդեն գյուղի մեծ մասի ջրանջատումների, վթարների դեպքում արդեն մենք խնդիր չենք ունենա, որ վարգենական ջուրը կտրվավ եւ այլն։ Նույն ձևի ոռոգման համակարգի կառուցենք, ասֆալտապատում, ինչպես նշեցի արդեն, մոտ 10 փողոց այս տարի կանենք, այսինքն եթե ընդհանուր ծավալային վերցնենք, այս տարի գյուղում ունենալու են մոտ 15 փողոցի ասֆալտապատում։ Լուսավորության ցանցը, գիտեք, բարերարի կողմից կառուցված է, միշտ ենք նշել, շնորհակալ ենք եւ բարերարից, եւ աջակիցներից, ովքեր որ կառուցել են, բայց արդեն արդիականացման խնդիր ունենք։ Վթարները շատ է, մետաղալարերը, հոսանկալարերը արդեն վնասված են, այդ համակարգը արդեն փոխելու ենթակա է։ Անցած տարի որոշել ենք, որ 250 կետ, մոտ 8 կիլոմետր, այս տարի փոխենք LED համակարգով ու հիմնականում ներառելու ենք գլխավոր փողոցները։ Եթե պարոն Ապրանյան, ունենալու ենք այս տարի նախագծերը հաստատված է, գերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը ունենք, մնում է մրցութային պրոցեսը արվի ու այս տարի աշխատանքները սկսենք։ Այդքանը մեր այս տարվա կատարվելու աշխատանքների մասին։ Ավելացնելու ուրախ եմ Ժողովուրդ ջան, նորից տեսնելու, այստեղ հանդիպելու, կարծես թե արդեն սովորույթ է դարձել, ամեն տարի մենք այստեղ հանդիպում ենք, նախանշում ենք տարվա սուբվենցիոն ծրագրերը։ Ես պետք է ասեմ ինչով է կարևորվում այսօրվա հանդիպումը ընդհանրապես հանրայնությունները Մարտունու համայնքապետարանի համար։
փոխանցիկ եւ հաշվետվողական, ինչպես նաեւ մասնակցային։ Դուք պետք է մասնակցեք այդ ամբողջ գործընթացների եւ ներկայացնեք ձեր պահանջներն ու խնդիրները, այդ ամեն խնդիրները, որոնք պետքանոջից արդեն լուծումներ կան։ Այդ իսկ առումով այսօրվա հանդիպումը նույնպես կարևորվում է, պարոն Մուրադյանը ներկայացրեց որպես հաշվետվողականության ձևով մեր 24 թվականի ծրագրերը, ինչ են նախատեսել 25 թվականին, նաև ուզում ենք այսօր քննարկել եւ վերհանել այն ծրագրերը, որոնք պետք է ներկայացնեն 26 թվականի սուբվենցիոն ծրագրերը։ Ինչ պահանջարկներ ունեք, ինչն եք գնահատում, որ ձեր գյուղում կատարվի 26 թվականին, ինչ խնդիր ունեք, ինչ խնդիրներ ունեք։ Որ եկանք մեր գյուղի ճամփի վիճակը տեսա։ Մենք տարին ինչքան հարգարակ ունեցինք պետության։ Մեր ճանապարհը, մեր հիմնական ճանապարհի վիճակը դուք տեսաք, անցած տարի մենք մեր սահմանաշիններ ջարդեցինք, եկավ ասава ամռվակես, երկու հատ փաստացինք։ Այս տարին ու վիճակն է, մենք Սյոտակի համայնքի։ Մեր հիմնական ճանապարհի մասին ինչ եք մտածում։ Էլան ենք Պարսանալուց նկատեցինք արդեն փոխանցումները կատարվում են, ձեզ մոտ, բայց դու մոռացեք, որ միջհամայնքային ճանապարհը մեր տիրույթում չի։ Դա ճանապարհի դեպարտամենտին է, որը մենք ուղղակի կարող ենք մի փոքր վերահսկել։ Իսկ գյուղամեջյան ճանապարհները արդեն ներկայացրեցին շուրջ 10 փողոց ասֆալտապատում է կատարվելու։ Հեռացում չկա, արուները լծված է, վիճակի, սիկ լիքը լծված, հեմի նավնվա վիճակը, զիբի, ջուրը վերևից օրնակ, մեր 12 շուղած բետաղամաս, հենիկ նայիկ, իրական կամ եմ տղեն է, իրան ջիսիկով մակրետարը թապ է, դրանից հետո էլ ոչ մեկ, հեմի նախ մենք հարևաներով կուդագերի կաղպեն ճանապարի վրին, Կոմունալը պիտի կատարի, հա, այդ չկան, Սինք այդ հարցերով պետք է լուծել։ Ասֆալտ ենք, բայց հետո վերևից ջուրը գիշնի ու ասֆալտ քանդականը է, դրա պատասխանով պետք է։ Հետո աղբահանության հարցակուզին, գումարակուզին, ժամանակը եկավ դահակե ակիտան, ժողովրդին ակիտան, գումարներ չկուզենին, պետք այդ հարցերով պետք է լուծել։ Ջրը հեռացում կատարեք, ասֆալտ շտապատում արեք, հետո ինչ որ դաշտի փողոցա, շներ, թափարող շներ, մեզ եկել ծայակ հնարավորություն չկա ավերելու հնարավորություն չկա։ Եկիս, եթե ուշադրություն դարձում, ժողովուրդն է իրաց հարկերը ժամանակին կտան։ Կտան, բայց իրասնություններով է։ Իրոք այդ թամբարողություններու հարցը շատ հրատապ է, ժողովուրդ։ Ներողություն ես ասեմ, այդ թամբարողությունների վերաբերյալ Ջորդան, լսեք, երեխեք ջան, Էլի դպրոցների մասով, հիմա խնդրում եմ մեր երեխեքին էլ հնարավորություն տալ իրենց հարցերը արտահայտել ու անցնենք ում քննարկման առաջ, վերջնական, լսում եմ։ Ես ուզեի խոսել այն մասին, որ մասնաշենքը սարքվել է, վերանորոգվել է, բայց մենք չի գործում, չենք սովորել, ասենց ասած ամեն ինչից զուրկ ենք մնում, չենք մասնակցում ֆիզկուլտուրայի դասերին, ասենց չենք դիսվում, հաճելի չի մեզ այդ որ մեր դպրոցը չի գործում այդ մասնաշենքը։ Ինչի չի գործում այդ դպրոցը։ Ասեմ, ուրեմն երրորդ տարին է, դուք ֆիզկուլտուրայի դահլիճ չունեք, դա հաստա իրողություն է ու հետագայում արդեն տարիներ հետո դուք այդ տարիները չեք կարողանալու հետ բերեք։ Դա բացամանալու ձեր ամբողջ այս երիտասարդության պատանեկության մեջ։ Դա բոլորիս համար ընդունելի ու հասկանալի է։ Բայց քաղաքաշինական տեսանկյունից պետք է լիարժեք շենքը համապատասխանի այն նախագծին ու այն պահանջներին, ինչը որ ներկայացած է։ Նոյեմբերից վերանորոգումները ավարտվել են, ինչի չեն անում որը։ Թերությունները ամբողջապես վերացված չի։ Էլի թերություններ կա, որը թերությունները վերանա նոր հանձնողի շահագործում։ Էլ եմ ասում, մարդիկով դուք եք ուժվելու։ Այս ինչը որ ասեցի, ձեզ հետաքրքիր չի, ձեզ հետաքրքիր է, որ մարզադահլիճ ունենաք, բայց իրողությունը է, դա որ ինձանից է կախված չի, ոչ էլ կոնկրետ քաղաքաշինության կոմիտեն է զբաղվում, որ այդ թերությունները պետք է վերանա։ Հիմա հստակ ժամկետ չեմ կարող ասել։ Մեր չէ, ոչ մի անգամ չի եղել, որ խմբանքից ինչ-որ արգել է կամ շտորել կամ պարահունք արել։
Ուսմանաբար։ Եկեք, պատերազմներ, դուք մեր ապագան եք, եթե կարողանեք կազմվածամիջ կապում երկրի կապեք, անմիջապես մշակույթիները պատմում եք։ Չի բերում ակում իր էլիտայի հավաքարար աշխատողով, ասում եք դες ինքարակ, ցանկացած բարակային երկրորդ դուք ունենաք, այդ դուք կարող եք լինել։ Դրա ոչ մի